Ձորագետցի Գարիկ Հորոմսիմյանն ամեն անգամ մտնելով նախկին մշակույթի տան խունացած ու ավերված սրահ, սկզբում մեծ ցավ ու ափսոսանք է ապրում, ապա նաև մտովի տեղափոխվում 90-ականներ։ Ձորագետում նրա նախաձեռնությամբ 91 թվականին կազմակերպվել է ռոք խումբ T91 անվամբ։ Ինչու էր կոչվում T91, Թումանյան անվան հետ է կապված եւ 91 թվականի հետ։ Կազմավորվել ենք 91 թվականին։ 4 երիտասարդներով էնտուզիազմով լեցուն ստեղծենք խումբը այդ դաժան մութ խավար տարիներին եւ ստեղծվեց կորիզը, որի շուրջ համախմբեցինք էլի շատ երիտասարդների, երգչուհիներ ներգրավեցին գործին։ Ոչմ ստեղծվեց կիսապրոֆեսիոնալ նման մի խումբ։ Խանգարող ոչինչ չկա։ Մի խոսքով սա ծառայել է որպես այն ժամանակ երիտասարդության հիմնական զբաղվածության կենտրոն։ Ոչ մեկը թրև չէր գալիս, բոլորը մեր կողքն էին համախմբված։ Նույնիսկ կողքի գյուղերից էին գալիս։ Ընկերուհիներ իրանց համար էին գնում նվագում դպրոցները, դա կլներ շրջանավարտների երեկո, կլներ նոր տարվա նավագոդնի ագանյոք, այդպես են ասում։ Տենց միջոցառումներ, մեզ բոլորը ճանաչում էին ու մեր կողքը շատ մարդիկ էին համախմբել։ Նույնիսկ համերգների գնալիս ավտոբուսում մեզ տեղ չէր ելնում, այնքան մարդ էր, երաշտասեր մեր կողքը ելնում։ Գարիկը պատմում է, որ այն ժամանակ այսօրվա նման չէր, համերգներ կազմակերպելիս երբեք չեն մտածել շահույթ ստանալու մասին, եւ գուցե դա էր նաեւ պատճառը, որ հանդիսատեսի կողմից միշտ սպասված էին։ Մալավերդի մշակույթի պալատում էինք, հիշում եմ, ելույթ ունենամ։ Լույսի անջատման պատճառով համերգը պրավալ գնաց։ Նույնիսկ 50%-ը ռեպերտուարի չէինք նվագել։ Բերանացի հայտարարեցինք, որ մյուս օրը ժողովուրդը նույն կազմով, նույն տոմսերով, ոբշեմ, մուտքը ազատ։ Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, մոտավորապես 100 տոմս էինք վաճառել, իսկ մյուս օրը արդեն դահլիճը լեցուն էր։ Բայց մենք աչք էինք փակում տենց բաների համար, ինչ անում ենք մեր ժողովրդի համար էինք անում, հետո այնքան էականը նյութականը չէր այդ ժամանակ։ Ուղղակի այնքան ըլներ, որ կարողանայինք մեր ոնց որ ճանապարհած աղսը ծածկեինք։ Ցավոք ռոք խումբը երկար կյանք չունեցավ։ Գարիկն ասում է, որ պատճառը մութ ու խավար տարիներն էին։ Ասում է, կենցաղային հոգսերը մշակույթը հետին պլան մղեցին։ Նախկին խմբի անդամները մեծամասամբ արտագաղթել են Հայաստանից փոխելով զբաղվածության ուղղությունները, որպես երաժիշտ բոլորն ինքնատիպ էին ու տաղանդավոր, բայց նրանցից ոչ ոք երաժիշտ չմնաց։ Երաժիշտները դարձել են մեկը բանվոր, մեկը ավտոմեքենայի վարորդ, մեկը, չգիտեմ, ծեփագործ բանվոր։ Այդ թվում նաև ես։ Ինչի հետ է դա կապված։ Դա կապված է մեր տնտեսական իրավիճակի հետ, որ ամեն մարդ չի կարողանում իր նախասիրած գործով զբաղվի։ Այսինքն կյանքը ստիպում անել են, ինչը որ պահանջվում է ընտանիք պահելու, այս նյութական իրավիճակը շտկելու համար։ Այսօր էլ չնայած բազում խնդիրներին Գարիկը մտադիր է վերականգնել Ձորագետի մշակութային հին ու բարի ավանդույթները։ Դրա համար նախ մտածում է մշակույթի օջախը բարեկարգել եւ երիտասարդ երաժիշտների ներգրավվածության հարցը լուծել։ Էնտուզիազմի պակաս այսօր էլ չի զգում, պատրաստ է T91-ի համբավը վերականգնել։ Նրան հարկավոր է միայն մշակույթ սիրող բարեգործների աջակցությունը։ Քին երգեր ունենք, որ այսօր էլ արդիական են, դաժե մեր հասարակության կողմից չլսված։ Ու պատկերացնում ենք, որ եթե դա ասպարեզ հանվեն, ինչքան առաջընթաց կունենան այդ երգերը, չենք ուզում, որ մեռնեն։ Դա մեր ստեղծագործությունն է, դա մեր արվեստն է։ Հետո միշտ ժողովուրդը ծափողջություններով ողջունել այդ ելույթները այն ժամանակ, եթե հիմա էլ դրանք հնչեն, ինձ թվում է էլի շատ սրտամոտ կընդունվի հասարակության կողմից։ Արմանուշ Նիազյան, Արման Տիտանյան, լուրեր։